Ես այսօր նայում եմ երիտասարդներին, մեր հայ երիտասարդներին TikTok-ի մեջ։ Թվում է թե ընդհանրապես ոչ միայն հայերին, այլ բոլորին, թվում է թե 60-ից 70%-ի TikTok-ի մեջի ժողովուրդը հիվանդացել են ուղեղով։ Եվ գիտեք, ամենավերջի բանը, որ իրանք կարող են անեն, գիտեք, մարդը ընդհանրապես պետք է իրան ցույց տա իր ուղեղը, իր տաղանդը, իր սպորտի իրականում հաղթանակները եւ ընդհանրապես իր բարոյականությունը, իր ընտանիքը, ինչով գլուխգովա, երբ որ մարդ վերջինը իր մարմինն է ցույց տալիս, դա ամենավերջի կետն է իր մարդու անկման։ Երբ որ մարդ որպեսի ստանա լայքերը, պատրաստ է պարզապես իրան այլանդակ ձևից դրսևորել եւ ցույց տալ, դա հիմարություն է։ Կգա ժամանակ, հիշեք իմ խոսքերը, 5-10 տարի հետո մեծ ուժեղ երիտասարդներ են բարձրանալու ուրիշ մի մեծ ալիք է գալու։ Գիտեք դա ինչ ալիք է, որ մի երիտասարդությունը շպրտվա դուրս մյուս երիտասարդությանը դեպի հասունություն։ Այդ ալիքի ժամանակ մենք շատ հոգեկան հիվանդ մարդիկ ենք տեսնելու։ Շատ կոտրված ինքնասպանություններ կամ մի բան։ Գիտեք, երբ որ մարդ սովորական բանի է սովորում, առանց լայքի էլ ապրել չի կարող, ինքը կարող է պարզապես մերկանալ, ամեն բանանի միայն իրան լայք դնեն, գիտեք, մի քանի տարի հետո նա կոտրված է լինելու, որտեղ գնալով թիվը շատանալու է։ Հասրու միլիոնի։ Գիտեք, Աստծո խոսքը ասում ավելի լավ է քիչը խաղաղությունով։ Հասրու միլիոնի, հասի միլիոնների, վաղը մյուս օր իջնելու է զրոյի։ Ամեն մարդ էլ ունի բարձրանալու ժամանակ, անկման ժամանակ, երբ որ իջնելու լինես, ինչ ես վերապրելու եւ ինչ ես անելու։ Սիրելի երիտասարդներ, այսօր ես եմ ձեզ ասում, դուրս եկեք TikTok-ներից, Instagram-ից կամ մյուս տեղից, պարզապես ձեզ հայլու մեջ նայեք եւ հարց տվեք։ Այս նկարի պես, դուք հայլում ես դեպի լույսը, թե չէ։ Դու ինչի ես այնտեղ, որպեսզի ինչ անես, ինչ հավաքես։ Եթե դու այնտեղ ես, որպեսզի Տիրոջ խոսքը տարածես, որպեսզի քո բարոյականությունը տարածես, որպեսզի հրաշալի բաներ տարածես, գիտեք, միայն Աստծո խոսքը չէ, գեղեցիկ բնություն դրեք եւ օրհնեք մարդկանց։ Ճուստվեք Աստծո ստեղծագործությունը, բնությունը, գեղեցկությունը, ճուստուր քո ընտանիքը։ Եթե ինչ-որ մեկը ցույց տալի ոնց կարելի ընտանիքներ քանդել, դու ցույց տու ոնց կարելի ընտանիք կառուցել, որտեղ ես կասեմ, իմաստությունը ավելի լավ է, քան հիմարությունը։ Եվ լույսը ավելի լավ է խավարից, Փառք Հիսուսին սիրելիներս։